Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. երկու գիտեք, հզոր հարևաններ հավաքվում են սեղանի շուրջ ու մեծ հանդիսավորությամբ ստորագրում են իրենց իսկ բառերով ասած բարեկամության եւ եղբայրության պայմանագիր։ Ինչը հնչում է շատ դրական ու խաղաղասիրական, հա։ Ճիշտ է, հնչում է հրաշալի, բայց կա մի շատ դաժան մանրամասն է այստեղ։ Այդ պայմանագրով նրանք գծում են ձեր տան սահմանները, բաժանում են իրար մեջ ձեր պատմական հողերը եւ ամենակարևորը, գիտես, ձեզ նույնիսկ չեն հրավիրել այդ սենակ։ Այսինքն դուք ուղակի գոյություն չունեք այդ սեղանի շուրջ որպես գործոն։ Հենց դա է։ Դուք ընդհանրապես քննարկման առարկա եք։ Եվ ողջունում եմ ձեզ մեր հերթական խորքային վերլուծության ընթացքում։ Այս սթափեցնող փաստով էլ սկսում ենք մեր այսօրվա ուսումնասիրությունը։ Այսօր մեր սեղանին երկու բավականին ծավալուն աղբյուր կա։ Ճիշտ է։ Ուրեմն առաջինը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հոդվածն է, որը ներկայացնում է Հայաստանի ինքնիշխանության ռազմավարությունը, եւ երկրորդը հենց նրա մասնակցությամբ մի ընդարձակ հեռուստատեսային հարցազրույցի սղագրությունն է։ Հա, նյութը խիստ բազմաշերտ է ու սկսվում է պատմական անցքերից, հասնում մինչև ապագայի տնտեսական մոդելներ։ Բայց մինչև սկսելը մի կարևոր բան պետք է ֆիքսենք։ Անպայման։ Նախքան այսպես ասած, քաղաքական լաբիրինթոսի մեջ մտնելը, ուզում եմ մի շատ հստակ սահմանագիծ գծել։ Նյութերը, որոնք մենք այսօր վերլուծելու ենք, պարունակում են չափազանց սուր քաղաքականացված պնդումներ Ռուսաստանի, Թուրքիայի, նույնիսկ մեր ներքին ընդդիմության եւ հայ առաքելական եկեղեցու դերի վերաբերյալ։ Բավականին կոշտ գնահատականներ են հնչում։ Շատ կոշտ։ Ու դրա համար ուզում եմ, որ մեր ունկնդիրը հստակ իմանա, որ մենք այստեղ չենք պաշտպանելու որևէ կողմի կամ քաղաքական ուժի։ Մենք կողմ չենք բռնում։ Մեր միակ նպատակն է զուտ ապակոդավորել այս աղբյուրները եւ հասկանալ այն տրամաբանությունը, որով հեղինակը կապում է պատմությունը ներկայի հետ։ Լիովին համաձայն եմ։ Եվ հիմա լսողներից շատերը կարող են մտածել. լավ, բայց ինչու սա պետք է ինձ հետաքրքրի, եթե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դե պատասխանը շատ անձնական է իրականում։ Որովհետև կյանքում լինում են նման իրավիճակներ։ Հա, որովհետև բոլորս էլ մեր կարիերայում կամ անձնական կյանքում հայտնվում ենք դրությունների մեջ, երբ մեզ պարտադրում են կեղծ ընտրություն։ Ասում են՝ դու պետք է ընտրես կամ A տարբերակը կամ B տարբերակը։ Ու երկուսն էլ վատն են։ Եվ սա հենց այն ուսումնասիրությունն է, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է կոտրել այդ դիխոտոմիան։ Ճիշտ տենց, ինչպես դուրս գալ ծուղակից ու կառուցել քո սեփական ինքնիշխանությունը։ Իդեպ մի զարմանալի զուգադիպություն կա։ Մենք այսօր ձայնագրում ենք սա 2026 թվականի մարտի 16-ին։ Իսկ այն պայմանագիրը, որի մասին ես խոսեցի սկզբում, ստորագրվել է ուղիղ 105 տարի առաջ 1921 թվականի մարտի 16-ին։ Վայ, դա իրոք ուշագրավ է։ Խոսքը իհարկե Մոսկվայի պայմանագրի մասին է, եւ Շիրինյանը իր ռազմավարության հիմքում դնում է հենց այս պատմական դասերի սթափ վերարժևորումը։ Ըստ աղբյուրի, ռուսներն ու թուրքերը գծեցին Հայաստանի սահմանները ու հայրին ուղակի թույլ չտվեցին մասնակցել։ Սպասի, այսինքն հայկական պատվիրակությունը Մոսկվայում էր, բայց ներս չթողեցին։ Հա, հենց այդպես։ Ու աղբյուրում կա մի շատ լավ եզրույթ այս հարաբերությունների համար։ Շիրինյանը Ռուսաստանին եւ Թուրքիային անվանում է ոխերիմ բարեկամներ։ Ոխերիմ բարեկամներ։ Դա շատ դիպուկ է հնչում, որովհետև նրանք կարող են իրար հետ պատերազմել, բայց հենց հարցը հասնում է հայկական գործոնին, շատ արագ ընդհանուր լեզու են գտնում որպես գործարքի առարկա։ Անշուշտ։ Եվ սա զուտ խոսքեր չեն, աղբյուրը հղում է անում առաջին հանրապետության նախարար Ռուբեն Դարբինյանի 1920 թվականի աշխատությանը։ Դարբինյանը գրում էր, որ այս երկու ժողովուրդների մեջ կա միասնական, ինչպես ինքն էր ասում, թաթարական մաս։ Թաթարական մաս, այսինքն էթնոհոգեբանական նմանություն։ Այո, այսինքն նրանց կայսերական կառավարման ոճը։ Ուժի լեզում հասկանալը այնքան նման են, որ նրանք հեշտությամբ գտնում են պրագմատիկ լուծումներ ու մեզ օգտագործում որպես մանրադրամ։ Լավ, եկեք վերլուծենք սա մի փոքր։ Ստացվում է, որ միջազգային հարաբերություններում երկրները նման են շախմատ խաղացողների, բայց ըստ հեղինակի մենք եղել ենք ոչ թե խաղացող, այլ ուղղակի խաղատախտակի վրայի մի քար։ Բայց արդյոք սա մենակ անցյալի պատմություն է։ Դարբինյան, 1920 թիվ, հիմա 21-րդ տարն է։ Ըստ մեր ուսումնասիրած հարցազրույցի պատմությունը պարացիորեն կրկնվում է։ Շիրինյանը ուղիղ զուգահեռ է տանում Մոսկվայի պայմանագրի եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջև։ Նա պնդում է, որ Արցախի հարցի շահարկումը ուղղակի ռուսական կառավարման գործիք է։
Այսինքն վերքը միտումնավոր բաց են պահում, որպեսզի կախվածության մեջ պահեն թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Հենց դա է ամբողջ տրամաբանությունը։ Եթե կոնֆլիկտը վերջնական լուծվի, արտաքին արբիտրել ոչ մեկին պետք չի լինի։ Դե սա շատ ծանր, բայց ռեալիստական մոտեցում է։ Եվ այստեղից առաջանում է գլխավոր հարցը։ Եթե դու հասկանում ես, որ դու խաղաղար ես, ինչ պետք է անես հիմա։ Ո՞րն է աղբյուրի առաջարկած լուծումը։ Լուծումը սկսվում է նրանից, որ մենք պետք է դուրս գանք այդ կամ Ռուսաստան կամ Թուրքիա դիխոտոմիայից։ Սա պարզունակ եւ վտանգավոր մտածելակերպ է։ Իհարկե։ Ու փոխարենը աղբյուրը հիշատակում է ֆրանսիացի Ռիշելիեի մոդելը, չէ՞։ Բազմավեկտոր քաղաքականությունը։ Ճիշտ եք։ Ռիշելիեն ստեղծեց մի մոդել, որտեղ պետության համար առաջնայինը սեփական ազգային շահն է, ոչ թե գաղափարական դաշինքները։ Հոդվածագիրը սա կոչում է հայամետ հայաստանակենտրոն քաղաքականություն, ու որպես նոր դաշնակիցներ նշվում են Հնդկաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ Հնդկաստանի մասով, գիտես, աղբյուրում մի շատ ուշագրավ կետ կար։ Շիրինյանը հիշեցնում է Սև լճի դեպքերը, երբ մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցները լուռ էին, կամ լավագույն դեպքում ասում էին մենք դիտարկենք իրավիճակը։ Եվ ըստ հեղինակի հենց Հնդկաստանն էր, որ առաջինը ճեղքեց շրջափակումը զենքով։ Հա, եւ դե պատահական չէր։ Բայց այստեղ ամեն ինչ իսկապես հետաքրքրանում է, ու ես ուզում եմ մի քիչ ընդդիմանալ այս մտքին։ Մենք խոսում ենք բազմավեկտորության մասին, հեշտ է ասել, եկեք բոլորի հետ ընկերություն անենք, բայց միթե դա ավելի մեծ ռիսկեր չի պարունակում փոքր պետության համար։ Երբ դու մանևրում ես հսկաների արանքում, վերջում կարող ես մենակ մնալ։ Це շատ տեղին վախ է, բայց Շիրինյանը բազմավեկտորությունը չի ընկալում որպես բոլորին գցնելու արվեստ։ Դա ոչ թե բոլորի հետ ընկերություն անելն է, այլ քո սեփական աշխարհակաղակական քշիրը մեծացնելը։ Օրինակ վերցնենք նույն Հնդկաստանին։ Դե հա, նրանք մեզ չեն օգնում ուղակի մեր սիրուն աչքերի համար։ Անշուշտ, Հնդկաստանն ունի խնդիրներ Պակիստանի հետ, իսկ Պակիստանը մտնում է թուրք-ադրբեջանական առանցքի մեջ։ Ստացվում է Հայաստանը նրանց համար դառնում է բնական դաշնակից այս ռեգիոնում։ Զուշավոր մանևրումը թույլ է տալիս, որ դժվար վիճակում խուսափես անդունդից։ Եվ սա ճիշտ մոտեցումն է։ Հասկանում եմ։ Այսինքն պետք է գտնել այն շահերը, որոնք համընկնում են։ Բայց անգեղծ լինենք, մենակ աշխարհագրությամբ հեռու չես գնա։ Եթե ուզում ես փոխել խաղի կանոնները, դու պետք է դառնաս տնտեսապես անփոխարինելի մեծ խաղացողների համար։ Ու սա տանում է մեզ հոդվածի 4-րդ քայլին։ Տեխնոլոգիական թռիչքին։ Այո, հեղինակը խոսում է Հայաստանը Անդրկովկազի Թայվան դարձնելու մասին, կենտրոնանալ միկրոչիպերի եւ բարձր տեխնոլոգիաների վրա։ Սա շատ հավակնոտ պնդում է, չէ՞։ Թայվանի մոդելը աշխարհում լավագույն օրինակն է, թե ինչպես կարող է փոքր պետությունը պաշտպանվել հսկայական հարևանից։ Չինաստանը վաղուց կգրավեր Թայվանը, եթե չլիներ մեկ բան։ Չիպերը, գլոբալ մատակարարման շղթան։ Ճիշտ է։ Թայվանի անվտանգությունը հիմա ուղիղ կապված է ԱՄՆ-ի եւ աշխարհի տնտեսական շահերի հետ։ Եթե նրանք կործանվեն, աշխարհի տնտեսությունը կկանգնի։ Շիրինյանն առաջարկում է կիրառել նույն մոդելը Հայաստանում ամերիկյան պայմանագրերի եւ օժանդակության միջոցով։ Սա ինձ միանգամից հիշեցնում է բիզնեսի աշխարհը։ Պատկերացրու, դու մի փոքրիկ ընկերություն ես։ Դու երբեք չես կարող մրցել համաշխարհային կորպորացիաների հետ քանակով կամ էժան աշխատուժով։ Դու պետք է դառնաս բացառիկ մասնագետ մի նեղ ոլորտում, առանց որի մյուսները ուղակի չեն կարող գոյատևել։ Դա հիանալի անալոգիա է եւ հեղինակը հստակ կոնտրաստ է գծում վեկտորների միջև, նա պնդում է, որ Ռուսաստանը հիմա տեխնոլոգիապես հետընթաց է ապրում, մնալ այդ դաշտում նշանակում է դեգրադացվել, իսկ արևմուտքի հետ համագործակցությունը նշանակում է հսկայական տեխնոլոգիական զարգացման ճանապարհ։ Այսինքն ընտրությունը զուտ քաղաքական չէ, դա տնտեսական եւ քաղաքակրթական ընտրություն է։ Լիովին ճիշտ է։ Դա զարգացման վեկտորի ընտրություն է։ Բայց սպասի, այստեղ կա մի լուրջ խոչընդոտ։ Դու չես կարող կառուցել գեր ժամանակակից բանը տնտեսություն, եթե քո ներքին համակարգերը դեռ աշխատում են հնացած ծրագրերով, կամ ինչն ավելի վատ է, կառավարվում են դրսից։ Հա, եւ հենց սա է Շիրինյանի վերլուծության հաջորդ կարևոր կետը՝ ներքին համակարգային թարմացումը։ Նա շատ խիստ քննադատում է այն ուժերին, որոնց նա անվանում է 5-րդ շարասյուն կամ ռևանշիստներ։ Այսինքն այն ուժերը, որոնք աշխատում են իշախ այլ երկրների։ Կարծեմ աղբյուրը հիշատակում էր Ռուսաստանի դեսպանի հանդիպումները։ Տեր-Պետրոսյանի եւ դեսպան Կոպիրկինի հանդիպումների օրինակը, ինչը հեղինակը համարում է արտաքին միջամտության եւ Ռուսաստանի շահերի սպասարկման ապացույց։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կա մի շատ ավելի զգայուն թեմա, որը նա արծարծում է։ Եկեղեցին։ Հա, սա ինձ համար ամենաանակնկալ հատվածն էր։ Իրոք,
Հեղինակը պնդում է, որ հայ առաքելական եկեղեցին նույնպես պետք է ենթարկվի արմատական մաքրման, որովհետև այն դարձել էր ռուսական ազդեցության գործիք դեռևս 1836 թվականից։ 1836 թիվ, սպասի, սա պոլոժենիայի մասին է խոսքը, չէ՞, երբ Պասկևիչի ժամանակ ռուսները վերցրեցին վերահսկողությունը։ Ճիշտ այդպես։ Այդ կանոնակարգով ցարական Ռուսաստանը վերահսկողություն սահմանեց եկեղեցու վրա եւ կաթողիկոսների ընտրությունը դարձավ կախված ռուսական իշխանություններից։ Բայց սա շարունակվեց նաեւ խորհրդային տարիներին, որը ավելի դաժան էր։ Դե հա, աղբյուրում հիշատակվում էր 1930-ականներին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի սպանությունը հենց չեկայի գործակալների կողմից։ Սա ուղղակի ֆիզիկական ոչնչացում էր։ Եվ հետո ըստ Շիրինյանի 1945 թվականին Ստալինը թույլատրեց Գևորգ Չորեքչյանի ընտրությունը զուտ պարտադրված պայմաններում, որպեսզի օգտագործի եկեղեցին Սփյուռքի վրա ազդելու համար։ Այսինքն, որ Սփյուռքի հայերին համախմբեն ու օգտագործեն Թուրքիայից հողեր պահանջելու process-ում։ Անշուշտ, տրամաբանությունը հենց սա է։ Եվ այսօր հեղինակը պնդում է, որ եկեղեցին պետք է վերադառնա իր ազգային ծառայությանը եւ ազատվի այդ արտաքին կառավարման գոտերից։ Սա նման է նրան, որ դարեր առաջ ձեր համակարգչում գիտես տեղադրվել է մի ծրագիր, որը հետնադուռը, backdoor, ուրիշի համար։ Ու ըստ էության հեղինակն ասում է, որ ժամանակն է անել hard reset, այսինքն ամբողջական վերագործարկում, թե քաղաքական, թե եկեղեցական մակարդակներում։ Բայց ինչպես է նա պատկերացնում այդ առողջ խորհրդարանի ձևավորումը, քննադատելը հեշտ է։ Շատ կոնկրետ առաջարկ կա հոդվածում։ Շիրինյանը առաջարկում է կիրառել Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական մոդելը, Ադենաուրերի ժամանակների։ Երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիան պետք է վերականգնվեր առանց ծայրահեղությունների։ Եվ ինչ է դա նշանակում պրակտիկայում, մեր պարագայում։ Այն, որ կուսակցությունները պետք է ընտրություններին գնան առանձին, իրենց սեփական գաղափարախոսությամբ, ոչ թե ստեղծեն արհեստական դաշինքներ մեկ անձի դեմ պայքարելու համար, ինչը բերում է կույր բևեռացման։ Պետք է լինի գաղափարական բանավեճ։ Իրական պարլամենտարիզմ, ոչ թե անձնավորված կռիվ։ Հենց դա է։ Ազատական իրավական մոդել, որտեղ ամեն մեկը ունի իր հստակ տեսլականը պետության զարգացման վերաբերյալ։ Միայն այդ դեպքում կարող ես ունենալ ամուր ներքին դիմադրողականություն։ Հասկանալի է։ Դե ինչ, եկեք փորձենք ամփոփել Լևոն Շիրինյանի ինքնիշխանության այս բավականին ծավալուն ռազմավարությունը։ Ուրեմն նախ մենք պետք է կարողանանք սթափ գնահատել մեր պատմության դասերը, հասկանալով ոխերիմ բարեկամների տրամաբանությունը։ Երկրորդ, պետք է մերժենք աշխարհաքաղաքական երկբևեռությունը ու ընտրենք բազմավեկտոր ճանապարհ։ Երրորդը դա տեխնոլոգիական վերելքի տեսլականն է, այսպես կոչված Թայվանի մոդելը։ Այո, եւ չորրորդը ներքին հաստատությունների թե քաղաքական, թե հոգևոր իսկական անկախացումն ու զտումն է։ Եվ այստեղ ես նորից ուզում եմ դիմել ձեզ մեր ունկնդրին։ Եթե անգամ դուք պետություն չեք ղեկավարում, այս մոդեցումը հրաշալի դաս է յուրաքանչյուրիս համար։ Երբեք մի սահմանափակեք ձեզ կեղծ կամ ընտրություններով ձեր կարիերայում կամ անձնական կյանքում։ Դիվերսիֆիկացրեք ձեր հմտությունները եւ մի վախեցեք վերանայել այն համոզմունքները, որոնք ձեզ պարտադրվել են դրսից։ Իսկապես շատ տեղին խորհուրդ է, եւ մեր այսօրվա ուսումնասիրությունը ավարտելով, ես ուզում եմ ձեզ թողնել մի վերջնական, մի քիչ սադրիչ միտք, որի շուրջ արժե մտածել ինքնուրույն։ Աղբյուրը խոսեց Հայաստանը Անդրակովկազի Թայվան դարձնելու մասին։ Սա բերում է մի շատ հետաքրքիր հարցի. 21-րդ դարում արդյոք պետության ամենահզոր զրահաբաճկոնը ռազմական տեխնիկան է, թե գլոբալ մատակարարման շղթաներում այնպիսի անփոխարինելի դիրք գրավելը, որ քո անվտանգությունը դառնա աշխարհի ամենահզոր երկրների անձնական տնտեսական շահը։ Վաու, դա շատ ուժեղ հարցադրում է, ինչը մեզ ստիպում է լրիվ այլ անկյունից նայել մեր ապագային։ Դե ինչ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս խորքային վերլուծության ընթացքում։ Շարունակեք պրպտել, կարդալ բազմազան աղբյուրներ եւ լինել տեղեկացված։ Կհանդիպենք։